Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ։ Իմ էջում դուք շատ կգտնեք կաթաների բաղադրատոմսեր, բայց այս մեկը ամենահեշտն է, ինչու չէ նաև ամենահամեղը։ Եկեք միասին պատրաստենք։ Կոտրում ենք ձուն, վրան ավելացնում ենք շաքարավազը։ Սիրելիներս, բաղադրիչների քանակը մանրամասն նկարագրության բաժնում գրել եմ։ Մի փոքր խառնում ենք։ Ավելացնում ենք մի պտղունց աղ, աղը ավելացնում ենք, որպեսզի համերը բալանսի բերենք։ Այնուհետև ավելացնում ենք մածունը, կարող եք մածունի հետ մի փոքր էլ թթվասեր ավելացնել։ Կրկին խառնում ենք։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ սոդան, հալեցրած կարագը, ավելացնում ենք նաև վանիլին, և սկսում ենք քիչ-քիչ ավելացնել ալյուրը։ Ալյուրը պարտադիր ավելացնում ենք մաղելով, որպեսզի մեր խմորը ավելի հարուստ լինի թթվածնով։ Հենց տեսնում ենք խմորը արդեն բնդացել է, տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և սկսում ենք հունցել։ Պետք է ստանանք այսպիսի շատ փափուկ խմոր, սիրելիներս։ Ես բաժանում եմ 5-ից 6 մասի, եթե ցանկանում եք մեծ անել, կարող եք 4 կամ 3 մասի բաժանել։ Այսպիսի գեղեցիկ գնդիկներ ենք անում, փակում ենք խոհանոցային սրբիչով և թողնում ենք 15-ից 20 րոպե խմորը հանգստանա։ Իսկ այդ ընթացքում մենք կպատրաստենք խորիզը։ Սկզբից ավելացնում ենք շաքարավազը, բաղադրիչների քանակը կրկին նկարագրության բաժնում գրել եմ։ Շաքարավազի վրա ավելացնում ենք ալյուրը, վանիլինը և մի լավ խառնում ենք։ Խառնում ենք այնքան, մինչև ալյուրն ու շաքարավազը դառնան միասեռ։ Այնուհետև նոր ավելացնում ենք բուսայուղը։
Սիրելիներս, խորիզը պետք է զգալ։ Այդ իսկ պատճառով հեռացնում ենք գդալը և սկսում ենք ձեռքերով մի լավ խառնել։ Ահա և արդեն պատրաստ է մեր խորիզը։ Իսկ մեր խմորը արդեն բավականաչափ հանգստացել է։ Վերցնում ենք գնդիկը, մի փոքր բացում ենք մեջտեղի հատվածում լցնում ենք խորիզը և այսպես հավաքում ենք։ Շրջում ենք հակառակ կողմ, ձեռքերով տափակեցնում ենք, բացում ենք այնքան, ինչքան մեզ անհրաժեշտ է, տեղափոխում ենք թավայի մեջ, վրան ձվի տեղնուց ենք քսում, գեղեցիկ պատառաքաղով կամ գդալով նախշեր ենք անում և տեղափոխում ենք ջեռոց։ Ես թխում եմ 200 աստիճանի տակ վերև ներքև միացրած։ Դա արդեն կախված կլինի ձեր ջեռոցից, սիրելիներս, բայց մոտավորապես 180-ից 200 աստիճանի տակ պետք է թխել։ Ահա և մեր գեղեցիկ ոսկեգույն գաթաները պատրաստ են, սիրելիներս։ Պատրաստվում է շատ հեշտ, արագ, շատ քիչ բաղադրիչներ են անհրաժեշտ, ինչպես արդեն տեսաք։ Իսկ այժմ եկեք կտրենք և տեսնենք միջուկը։ Ես սիրում եմ, երբ որ խորիզը շատ է լինում մեջը։ Ահա տեսեք, ինչքան փափուկ, նուրբ խմոր է ստացվում։ Պատրաստեք, հաստատ դուք էլ կհավանեք, սիրելիներս։ Իսկ ես ձեզ կխնդրեմ բաժանորդագրվեք, եթե հավանեցիք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա տեսանյութերը։ Առայժմ բոլորիդ և ցտեսություն։